Բարի լույս սիրելիներ, այսօր մեր Սուրբ եկեղեցին տոնում է հիշատակը Անտիոքի Մելիտոս հայրապետի, Մինաս Եգիպտացու, մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Ուրաքահանայի և Շինուս Արգավակի։ Անտիոքի Մելիտոս հայրապետը իր ժամանակի ամենանշանավոր եկեղեցական հայրերից մեկն է եղել։ Ազգությամբ հայ էր, ծնվել էր փոքր հայքի Մալաթիա քաղաքում։ Սկզբում դառնում է Սեբաստիա քաղաքի եպիսկոպոս, ապա ընտրվում է Անտիոքի եպիսկոպոս։ Սակայն նրա դեմ պայքարում են արիուսականներ և նրանք այնքան են դրդում կայսրերին, որ 3 անգամ նա աքսորվում է նեղություններ ու տանջանքներ կրելով։ Վարքագիրն ասում է, որ իր կենցաղով քաղցրաբարոյ էր, սրբակենցաղ, աստվածապաշտ և ամբողջ իր գործունեությունը տրված էր մարդկանց մեջից մեղավոր ընթացքը փոխել և մարդկանց դեպի աստվածպաշտություն բերել։ Պայքարել է ժամանակի բոլոր խնդրին հարցերի շուրջ և նաև ղեկավարել է Կոստանդնուպոլսի տիեզերական 3-րդ ժողովը, որի ժամանակ էլ հանկարծամահ է եղել։ Մինաս Եգիպտացին շատ հմուր ու զորեղ զինվորական էր։ Երբ որ սկսում են քրիստոնյա հանդեպ հալածանքները եւ նաև տեսնում է կյանքի անարդարությունը, ոչնչությունը, մարդկանց ցոփ ու շվայտ կյանքը, նա թողնում է զինվորականությունը, քաշում անապատ, որտեղ ճգնակեցությամբ է զբաղվում։ Երբ լսում է լուրը, թե Դիոկլեանոս կայսրի ժամանակ հալածանքներ է քրիստոնյա հանդեպ, նա իջնում է քաղաք, համարձակ քարոզում Քրիստոսին, քանդում կուռքերը, որի պատճառով ձերբակալվում, անտանելի տանջանքներ ենթարկվում եւ գլխատվում։ Մելիտոս եպիսկոպոսը, Ուրաքահանն եւ Շինուս Արգավակը ազգությամբ պարսիկներ էին։ Մելիտոս եպիսկոպոսն էլ եղել է շատ հմուտ զինվորական, բայց թողել է այդ զինվորական կյանք եւ անցել հոգեվոր կյանքին, հետագայում ձեռնադրվել եպիսկոպոս եւ նույնիսկ հանդիպել Անտոն Մեծ հայրապետին եւ հրաման ստացել, որ գնա եւ մարդկանց մեջ քրիստոնեություն քարոզի։ Եկել հանդիպել է ճանապարհին Հակոբ Մծվանացի հայրապետին եւ քրիստոնեություն քարոզել մինչեւ Տիզբոն քաղաք, բայց ձերբակալվել է արևին ու կրակին չերկրպագելու համար եւ տեղի իշխանի միջոցով նույն պահին սրով սպանվել է, իսկ Բուրաև քահանան Շինուս Արգավակն էլ նույն խնդրի պատճառով, որ չեն երկրպագել արևին ու կրակին, երկուսն էլ քարկոծվելով սպանվել են։ Հիմա ձեզ համար մի փոքրիկ հատված պիտի ընթերցեմ Հովհաննես Առաքյալ ընթանական առաջին նամակից, որտեղ պիտի տեսնենք, թե ինչպես Առաքյալը մեզ սովորեցնում, որ մարդը ինչպես պետք է հավատա եւ վստահի Հիսուս Քրիստոսին եւ ամեն տեղ խոստովանի, որ Հիսուսը որդին է Աստծո եւ Տերն ու Փրկիչն է յուրաքանչյուր մարդու։ Ընթերցեմ հատվածը Հովհաննես Առաքյալի ընթանական առաջին նամակի 5-րդ գլխից։ Ամեն ոք, ով հավատում է, թե Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված, եւ ամեն ոք, ով սիրում է ծնունդ տվողին, սիրում է նաեւ նրանից ծնվածին։ Սրանով ենք ճանաչում, թե սիրում ենք Աստծուն, Որդուն, երբ սիրենք Աստծուն եւ կատարենք նրա պատվիրանները, քանզի այս է Աստծո հանդեպ մեր սերը, որ պահենք նրա պատվիրանները։ Եվ նրա պատվիրանները ծանր չեն, քանի որ ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Եվ այս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին, մեր հավատը։ Եվ ով է, որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն է Աստծո Որդին։ Ուրեմն մենք հավատով ենք հաղթում աշխարհին, սիրելիներ։ Եթե մենք կարողանանք Տիրոջ պատվիրանները պահել, որ շատ հեշտ է, մենք մեր հավատքով կարող ենք հաղթել աշխարհի բոլոր երևույթներին, դժվարություններ, նեղություններ, հալածանք, անբարոյականությանը, ցոփ ու շվայտ կյանքը, մեր մեղավոր ընթացքը կարող ենք անգամ փոխել, եթե միայն հավատանք եւ այդ հավատքը գործի դնենք։ Շատ հաճախ ես մարդկանցից լսում եմ, որ ասում են, որ շատ դժվար է Աստծո պատվիրաններով ապրել, որովհետեւ անհնար է այդ կյանքով ապրել։ Նշանակում է դու ոչինչ չպիտի անես, միայն Աստծո համար պիտի ապրես։ Այո, մենք ապրում ենք Աստծո համար։ Սա է մեր կոչում այս աշխարհի մեջ։ Բայց շատ երկու պարզ օրինակ բերեմ։ Օրինակ 10-բանյա պատվիրանները շատ հաճախ մարդիկ դժգոհում են, որ անհնար է պահել, բայց երկու պատվիրանով մենք կարող ենք 10 պատվիրանները պահել։ Երբ յուրաքանչյուր մարդ գիտակցի եւ սիրի Աստծուն իր ամբողջ հոգով, մտքով, էությամբ, նա Աստծո զուր տեղը չի տա, ուրքեր չի պաշտի, Կիրակին քրիստոնյայի համար սուրբ կպահի, իր հորն ու մորը կհարգի։ Եղավ որ մեկ պատվիրանով մենք 5 պատվիրան պահեցինք, եւ եթե սիրենք մենք Տերոջը, ինչպես ինքներս մեզ ենք սիրում, չենք շնանա, չենք գողանա, չենք սպանի, սուտ վկայություն չենք տա եւ ուրիշի ունեցածքի վրա աչք չենք ունենա։ Եղավ որ երկու պատվիրանով մենք ամբողջ պատվիրանները պահեցինք։ Ինչու՞, որովհետեւ հավատացինք եւ հավատով հաղթեցինք աշխարհին։ Եթե չլինի հավատքը, մարդը սանձարձակ կդառնա։ Ինչպես որ ձի ու բերանը սանձ են դնում եւ կառավարում են ձին, որ կողմ ուզում ենք, մենք այդ ուղղությամբ էլ շարժվում ենք, այնպես էլ հավատքը սանձ է մարդու համար։ Մեղքերը իր մեջ կուտակված չարիք ատելությունը զսպելու, սպանելու եւ դեպի Աստված ընթանալու համար։ Եվ հավատքով է, որ մենք աջ ու ձախ չենք շեղվում։
հետ ու առաջ չենք մեղաչում, վերև ու ներքև նայելով չենք մեղանչում, այլ ուղիղ նայում ենք դեպի Հիսուս Քրիստոս եւ հավատքով ենք խոստանում, որ Հիսուսն է Աստծո որդին, մեր Տերն է եւ Փրկիչը։ Ուրեմն Աստծո պատվիրանները մեզ համար ծանր ու դժվար չեն, սիրելիներ։ Հիսուսը իմ լուծը քաղցր է։ Ուրեմն եթե Հիսուսի լուծը քաղցր է, մարդն է պետք է քաղցրությամբ այդ ամենը տանի։ Տեսեք այսօրվա սուրբերի վարքերի մեջ ասում է, որ այս մարդիկ իրենց վարքով քաղցրանուշ են, հեզավարոյ են եւ քաղցրությամբ էին տանում այն նեղություններն ու դժվարությունները, որին որ իրենք կոչված են, որովհետեւ գիտեն, որ իրենց հավատքով հաղթելու են աշխարհին, հաղթելու են իրենց եւ հաղթելու են հատկապես մեղքին։ Ուրեմն թույլ տվեք, որ հավատքը հաստատվի ձեր կյանքի մեջ։ Հիսուս ձեր միջոցով գործի։ Մենք պարզապես Աստծո ձեռքի մատիտներն ենք։ Մենք թույլ պիտի տանք, որ Աստված այդ մատիտը վերցնի եւ գրի այն, ինչը որ Սուրբ Գրքի օրինակով յուրաքանչյուր քրիստոնյայի հավիտենական կյանքի ճամփորդությունն է։